դիագնոստիկայի եմ YouTube-յան ալիքում։ Այսօր ուզում եմ խոսամ շատ ակտուալ թեմայի մասին դիագնոստիկայի հետ կապված։ Որ դիագնոստիկան ընտրել, Zillerski թե ինչ-որ մուլտիմարեշնի կամ այլընտրանքային դիագնոստիկա։ Այս թեմայից սկզբից գամ, էլի եմ ուզում այս թեմայի մասին խոսամ, որովհետև ինձ շատ են զանգել ու հարցրել, ձեր մոտ դիագնոստիկան Zillerski-ա թե չէ։ Նախ ուզում եմ ասեմ, որ եթե ինչ-որ մեկը զբաղվում է մասնագիտացված հենց BMW-ով, իր մոտ դժվար թե ուրիշ դիագնոստիկա լինի, կամ եթե լինի էլ ինքը հաստատ Zillerski ունի, ասենց ասեմ։ Անցնենք առաջ, ուրեմն այս թեմայի շուրջ իրականում շատ բան կա խոսալու, որովհետև շատ զանգեր եմ ունեցել, որ զանգել են ասել են ախպեր կլինի աշիպկեքը ուղարկեմ, մտ նայես ասես ինչ խնդիր է, ու ասում եմ ախպեր, եթե աշիպկեն ձեզ ինչ-որ մեկը տվել է, քիչ ասե ինչ պրոբլեմ է, ասում է դե չէր հասկանում։ Դիագնոստիկան իրականում այդ աշիպկա կարդալը չի մենակ, դիագնոստիկայի ժամանակ պետք է սա մեքենայի պարամետրները նայել, հասկանալ որը շեղում ունի, որը չունի, թեկուզ աշիպկեքն է նայել, այսինքն պետք է կորացված, մասնագիտացված ինչ-որ դիագնոստիկա արվի, ոչ թե ուղղակի աշիպկա կարդալը։ Աշիպկա դուք եք կարդաք $10-անոց մտ սարք առնեք AliExpress-ից ու ձեր աշիպկեքը կարդաք։ Բայց այդ դրան էլ կանրադառնանք, այդ սարքավորումներով դիագնոստիկա անելուց հնարավոր է դաժե ինչ-որ շեղումներ լինի ու ճիշտ ցույց չտա կամ սխալ աշիպկեք ձեզ ցույց տա կամ вообще ցույց չտա, որովհետև տենց դեպքեր էլ ա եղել, որ ասել են դիագնոստիկային կարը չեկը վարվում է, բայց աշիպկա չկա ավտոյի մեջ, տենց բան իրականում չի կարա լինի, կամ էլ ինչ-որ լուրջ կրիտիկական ինչ-որ պրոբլեմ պետք է ունենա ավտոն, որ չեկը վարվի, բայց ոչ մի աշիպկա ցույց չտա, ամենայն դեպս 99% դեպքերում, երբ որ չեկը վարվում է, ուրեմն մեքենան հաստատ մեջ է ինչ-որ աշիպկա ունի, թեկուզ հին ժամանակով պահած։ Նենց որ BMW-ների պարագայում խորհուրդ կտամ միանշանակ խիստ մասնագիտացած հարցերի շուրջ գնալ մենակ BMW-ի մասնագետների մոտ, պարքաստում մեր մոտ Հայաստանում իրանք շատ են, նենց որ բարև բոլորին։ Իսկ ընդհանուր դիագնոստիկայի հետ կապված մուլտիմարեշնի լիքը լավ սարքավորումներ կան, ես լավ ընկերներ ունեմ, որ իրանք ավտոէլեկտրիկներ են ու զբաղվում են ավտոյի սպասարկմամբ ցանկացած ավտոյի ու իրանց մոտ մուլտիմարեշնի դիագնոստիկա, իրանք չունեն Zillerski դիագնոստիկա, բայց մարդիկ կարողանում են լիքը մեքենաների հարցերին լուծում տալ։ Այդ արդեն կախված է, որ իրանց սարքերը մի քիչ ավելի որակյալ են, թանկարժեք են, կատարելագործված են, հենց որ այդ դեպքում պարտադիր չի Zillerski ունենալ, եթե զուտ մենակ դիագնոստիկա պետք արվի ու եթե ինչ-որ շատ խիստ մասնագիտական հարց չի։ Ես էլ արդեն երկար ժամանակա 10 տարի է մոտ զբաղվում եմ ավտոներով ու հենց 10 տարի առաջվանից մենակ BMW-ով չեմ զբաղվել եմ ցանկացած մեքենաների սպասարկմամբ ու օգտվել եմ մուլտիմարեշնի ապարատներից։ Այս ամենահին ապարատներիցս մեկը մինչև այսօր մնում է, ինքը Launch ֆիրմայի է ու այս ապարատով իրականում այնքան խնդիրներ եմ լուծել, որ հիմա հիշում եմ, դաժե զարմանում եմ, որ այդպես բաներ կարելի էր անել այս ապարատով։ Մեծ հաշվով, եթե լավ ապարատ է, կապ չունի ինքը մուլտիմարեշնի է թե չէ, իրանով կարելի է լուրջ խնդիրներ հայտնաբերել ու լուծել, բայց Zillerski դիագնոստիկայի ու սովորական դիագնոստիկայի տարբերություններից մեկը այն է, որ ու Zillerski առավելություն ունենա, որ ինքը քեզ ինչ-որտեղ օգնում է քո գործը անելու մեջ ու քեզ առաջարկում է ինչ խնդիրներ, ինչ խնդիրներին ուշադրություն դարձնես, ոնց ստուգես, ոնց առաջնորդվես A կետից մինչև B կետ, սա պատրոբնի ասում է, այսինքն դու եթե մի քիչ դաժե թերանաս, կարաս քո Zillerski ապարատով, քո Zillerski ծրագրով առաջ տաս ու նայես, դաժե այն մարդիկ, ովքեր որ ուզում են ունենան Zillerski դիագնոստիկայի ծրագիր ու օգտվեն իրանք մեքենան դիագնոստիկա անեն, ես պատրաստ եմ տրամադրել, կարաք մտնեք դիագնոստիկայի կայք, ընդեղից քաշեք այդ ծրագիրը, նստեցնեք ձեր նոթբուքի մեջ ու ձեր մեքենան ավելավա դրանով դիագնոստիկա անեք, քան ինչ-որ $10-անոց Bluetooth սարքերով, որոնք որ հնարավոր է որ վնասեն ձեր մեքենան։ Պրոստը առնում եք մի հատ այ սենց կադեկան կամ այն այդ կաբել, եթե E սերիա է, կադեկան է պետք, եթե F կամ G սերիա է, առնում եք այն այդ կաբել, այդ ծրագիրը նստեցնում եք ու ձեր մեքենան դիագնոստիկա եք անում։ Դե արդեն ով ինչքանով կարա, այդքանով կարա անի, իսկ ավելի հեշտ տարբերակ է ուղղակի գնալ BMW-ի մասնագետների մոտ, որ ձեր խնդրին հստակ ու ճիշտ լուծում տան, որ չընկնեք այս կողմ, այն կողմ չտանջվեք, դուք ձեզնով ավելի խճճվեք ձեր պրոբլեմների մեջ, ինձ թվում է այս կյանքում ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով ու ավելի ճիշտ է հենց
խնդիր ունենալու դեպքում տանեք մոտակա մասնագիտացված BMW-ի սերվիս, ոչ թե խորանաք ու ավելի շատ խնդիրներ առաջացնեք ձեր համար։ Օրինակ, հին BMW-ների պարագայում, երբ որ այնտեղ շատ էլեկտրոնիկա չկա, մեծ հաշվով տարբերություն չկա, թե դուք ում մոտ կտանեք սպասարկելու, չնայած էլի մասնագիտական ներկայություններ կա, որ մենակ հենց կոնկրետ BMW-ով զբաղվողները գիտեն, բայց ամենայն դեպս հին մեքենաների վրա շատ ավելի հեշտ է ինչ-որ լուծումներ տալ խնդիրներին, քան նոր մեքենաների վրա, ինչքան գնալով կատարելագործվել է BMW-ն, այդքան ավելի BMW-ի մասնագետները տենց ներմասնագիտական հմտություններ են ձեռք բերել ու ավելի շուտ ու որակյալ լուծում կարակ տակ ձեր մեքենայի խնդիրներին, եթե դիմեք հենց BMW-ի գործանողներին, այսինքն չի ինչ-որ սերիայի մի հատ նոր BMW-ն պետք չի ինձ թվում տանել այնտեղ, որտեղ որ Opel-ի գործ են անում, էլի թող ինձնից ոչ մեկ չնեղանա, բայց ինձ թվում է այդ նորմալ է։ Իսկ եթե ավելի հին մեքենա է, իր հետ կապված դաժե այն ամենա ունիվերսալ մասնագետը կարա ինչ-որ լուծում տա ու օգտակար լինի ձեզ։ Եթե կարեցա ձեզ օգտակար լինել ու ինչ-որ ինֆորմացիա տալ, շատ ուրախ կլինեմ, որ կոմենտներում գրեք լավ էր, վատ էր ու ուրիշ ինչ թեմաներից կարամ խոսամ ու կիսվեմ ձեր հետ, որ դուք ավելի շատ հասկանաք ձեր մեքենաների մասին ու իմանաք ոնց ճիշտ սպասարկեք իրանց։ Մերսի, որ նայեցիք, կհանդիպենք մյուս վիդեոներում։